Առավոտյան երկու լուր էի կարդացել, որ Ադրբեջանը կրակել է Հայաստանի գյուղերի վրա, եւ երկրորդ լուրը, որ կարող է բանակից ազատվել 20 միլիոն դրամով։ Այս արատավոր շղթան կտրելու փոխարեն դրան տրվում է օրենսդրական տեսք։ Ես փող եմ տվել, որ դու ուրիշները գնաք ծառայեք, լավ պայմաններով, հասկանում ես ինչ է սա։ Այսինքն այդ մեկը, որը չի ծառայել, նաեւ մուննա թագալու ծառայողների վրա։ Ամեն գյուղում կամ մի պստիկ երաբլուր։ Այո, բոլոր գյուղերում։ Հիմա ինչ ենք ասում այդ մարդկանց, այսինքն եթե այդ մարդիկ փող ունենային, իրենց երեխեքը կարող է զոհվի։ Ես ու Կարպիսն կարանք ասենք ախպեր չգնայինք 2 տարի ծառայեինք, կարող է 2 հատ բանավել սովորեինք այդ տարիներին։ Ձերք ենք բերել առողջական խնդիրներ։ Ես առողջական խնդիրով գնացել եմ եղբայր։ Որ ասում են հիմա այսքան ջայլխի ատամները սարքել, ուր են ատամներս, բանակում են մնացել։ Իմ մազերն են բանակում մնացել։ Ընկերներ ողջույն, պլատֆորմ ոդկասթը շարունակում է իր աշխատանքը, այսօր բավականին հետաքրքիր թեմայի մասին ենք խոսալու։ Ես փոքրիկ նախաբանը տամ։ Մի հետաքրքիր տենդենց եմ նկատել, որ այն ինչը նախկինի ժամանակ կոռուպցիոն սխեմա էր եւ արվում էր մութ սենյակներում, ծրարների միջոցով, դավադիր պայմանավորվածությունների, ներկա իշխանությունների օրոք դրան տրվում է օրենսդրական տեսք։ Սա փոքրիկ նախաբանը, թե ինչի մասին եմ կոնկրետ խոսում, դա մեզ կներկայացնի սիրելի Էդմոն Մարուկյանը։ Շնորհակալ եմ։ Մենք այսօր որոշել ենք սիրելի հայրենակիցներ խոսել այն նոր օրենսդրական նախաձեռնության մասին, որ քաղաքացիական պայմանագիր իշխող խմբակցության падգամավորներից մեկը նախաձեռնել է եւ այն վերաբերում է պարտադիր զինվորական ծառայությանը։ Շատ հնչեղություն է ստացել մամուլում եւ մենք որոշեցինք, որ երկուս էլ բանակ ծառայած մարդիկ ենք, մենք քննարկենք այս հարցը։ Ուրեմն գիտեք, որ կար մի process, որ 27 տարին լրացած քաղաքացիներ, ովքեր երկրից դուրս են եղել եւ ինչ հանգամանքներով չեն ծառայել եւ 27 տարին լրացել էր, պետք է վերադառնային կամ քրեական պատասխանատվության ենթարկվեին կամ գնային բանակ, բայց արդեն 27 տարուց հետո չէին զորակոչվում եւ այդ ժամանակ նախագիծ բերվեց էլի ՀՊ-ի կողմից, որ նախկինում կար գումար վճարելով ազատվել է օրինական, եթե 27-ը լրացել է, բայց հիմա նախագիծ բերվեց, որ ավելի շատ այդ գումարները մեծացվեց, մարդիկ դիմել են, ազատվել են եւ այլն, եւ հիմա նոր նախագիծ է բերվել, արդեն պարտադիր զինվորական ծառայության վերաբերյալ եւ ինչ է առաջարկում падգամավորը, որ եթե մարդը վճարում է 20 միլիոն դրամ, ապա ասում ունևորներ կան, փող ունեն, չեն ուզում երեխեն շատ ծառայի, 20 միլիոն դրամ են վճարում, ծառայում է 1 ամիս։ Եթե 15 միլիոն դրամ են վճարում, ծառայում է 6 ամիս։ Եվ պնդում է, որ այդ գումարները կգնան բանակին, ծառայության գրավչությունը կավելանա, մարդիկ ասում են փող են ծախսում, որպեսզի քաղաքացիությունից երեխուն հրաժարվի եւ այդ փողերը չեն ծախսի, քաղաքացիությունից չեն հրաժարվի, եւ նաեւ այդ փաթեթի մեջ կա, որ այլևս քաղաքացիությունից հրաժարվելը կարժենա 15 միլիոն դրամ։ Ես ուզում եմ հերոստատիտողին ասել, որ քաղաքացիությունից չես կարող հրաժարվել 16-17 տարեկան ժամանակ ու խուսափել բանակից։ Խոսքը գնում է այն փոքր դեռևս չկցագրված տարիքի մասին 3, 4, 5, 6, 7, 8 տարեկան, այսինքն մարդը երկար պլանավորում է, այլ այդ տարիքում քաղաքացիությունից հրաժարվում է, եւ հիմա հրաժարվելը դարձնում են փողով, այլևս փող պետք է դասոր հրաժարվում ես, եւ ասում են չեն անի դա եւ գումար կվճարեն, բանակից կազատվեն, մենք այդ գումարը կտանք զինվորին, զինվորը աշխատավարձ կստանա, թե պայմանները կլավացնենք եւ բանակը ավելի կլավնանա, ընդհանուր միտքը սա է եւ նայում եմ հարցումը, որ ԶԼՄ-ները դուրս են եկել փողոց, մարդկանց հարցում, բոլորը շատ բացասական են արտահայտվում, բնականաբար ինչ որ խավ հանրության, ովքեր որ փողատերեր են ուզում են օգտվել այս բանից, բնականաբար շատ դրական կվերաբերվեն սրան։ Ես իմ վերաբերմունք ուզում եմ արտահայտել հետեւյալ կերպ, որ նախ որպես իրավաբան ասեմ, որ սա հակասահմանադրական բան է, ես սահմանադրական խնդրեմ եմ տեսնում, եւ երկրորդ նաեւ ես կարծում եմ, որ մենք դրանով բանակը որպես այդպիսի ինստիտուցիոնալ իմաստով շարունակում ենք քանդել, այսինքն քանդելու process-ը վաղուց շուտ է սկսվել, բայց սա եւս մի հարված է բանակը քանդելուն։ Եվ առավոտյան երկու լուր էի կարդացել, որ Ադրբեջանը կրակել է Հայաստանի սահմանամերձ շրջանի գյուղերի վրա, եւ երկրորդ լուրը, որ կարող է բանակից ազատվել 20 միլիոն դրամով։ Երկու հատ լուր է, պատկերացնում կրակում ենք վրա ու դու փողով ազատվում ես, եւ լավ բա վերջը բա այս պետությունը, բա մեր երկիրը, մեր հայրենիքը ոնց ենք պաշտպանում բան, դե գալիս է այդ փաստարկը, որ արդեն պարոն Փաշինյանը բացման խոսքում ասաց, որ
այն ինչ որ ապօրինի էր արվում, դե որտեղ փաստարկը սա է, որ մեկը հարուստ երեխեք ազատվում են բանակից, չեն ծառայում, տարբեր մեթոդներ կան, բան եւ այլն, դե դրա համար օրինականացնենք եւ այս փաստարկին ես չեք պատկերացնի ինչքան դեմ եմ։ Օր առաջ էլ Ալեն Սիմոնյանն էր խոսել, որ մարիխուանան պետք է օրինականացնել, ինչու որովհետեւ դե մեկը մարիխուանա կա, ապօրինի, բայց մենք կվերցնենք կոնտրոլի տակ եւ այս ճանապարհով մենք կարող ենք, չգիտեմ, պոռնոգրաֆիան, չգիտեմ, պոռնոկատները, թմրանյութերը, ամեն ինչ տենց օրինականացնելով գրանք, դե որ դե մեկա կա, այսինքն արատավոր երևույթը բերում ենք օրինականացնում ենք, իբր թե պետությունը կոնտրոլ անի, բայց բանակի պարագայում այս նույն տրամաբանությամբ քննարկելի ես կարծում եմ ուղղակի շատ խորը հարված է հասցնում, որովհետև տեսեք մարդը պատերազմին մասնակցում է իր հայրենիքը պաշտպանում է մոտիվացիայով ազգային, որ սա բոլորի գործն է, իր հայրենիքն է, բոլորի հայրենիքն է, ոչ թե մոտիվացիայով, որ այն մեկը փող կտա, կազատվի, ինձ փող կտան, ես կպաշտպանեմ։ Արդեն եւ մյուս բանը, որ խառնում են, լղոզվում է, էլի նայ, գոյություն ունի պրոֆեսիոնալ բանակի մասին բան, չէ՞։ Ինչը ես դիտարկում եմ որպես պոպուլիզմ։ Հա, չէ, աշխարհում նկատի ունեմ։ Դե մենոնք հայտարարեն, որ պրոֆեսիոնալ բանակ կստեղծենք բանման, հիմա սա ինչ է, ժողովուրդ, այսինքն կա բանակ, պարտադիր է զինվորական ծառայությունը բոլորի համար, բայց կարա մեկը փող տա ազատվի բան, բայց այն որ կանա, ժողովուրդ, կամ պրոֆեսիոնալ բանակ ստեղծեք, որ բանակը լինի միայն նրանց համար, ովքեր կզորակոչվեն բանակ եւ աշխատավարձ կստանան շատ բարձր ու դրա համար կգնան, կլինի պայմաններ ու դա կոչի պրոֆեսիոնալ բանակ, ոնց որ Միացյալ Նահանգներում օրինակ։ Կամ մի կիսատ պրատ են բա դու փող չունես, դու ուրեմն պարտադիր ես, դու ունես, դու պրոֆեսիոնալ ես, դու բան, դե չի լինում էլի։ Սա ինչի մասին է, կարելի սա ինչ է գուզում։ Դու էլ ես բանակում ծառայել, ես էլ եմ ծառայել, մեկ բացատրեի։ Ես հիշեցի Օրելին։ Անասնաֆերման եւ գլխավոր ֆրազը որն է, որ բոլորը հավասար են, ոմանք ավելի հավասար են։ Այո։ Հիմա ըստ նախագծի ոմանք ավելի հավասար են։ Ես ներկայացնում եմ մի սերունդ, որի շատ ներկայացուցիչներ հնարավորություն են ունեցել փողով բանակից ազատվել։ Այդ կոռուպցիոն սխեման եղել է։ Եվ հիմա ճակատագրի ամենամեծ հեգնանքը որն է, որ իրար դեմ պայքարում են ուժեր, այսինքն քպականների մի մասը իմ խորին համոզմամբ բանակից փողով ազատվածներ են, եւ հիմա նրանց դեմ պայքարում են մարդիկ, որոնց օրոք հնարավոր է եղել բանակից փողով ազատվել։ Ես հիմա չեմ կարող ապացուցեմ, չէ՞, չեմ կարող դա ցույց տամ, այսինքն բայց պոպուլիստական պնդում էլ չեմ անում, որովհետեւ ծնված օրվանից ծնվել, մեծացել, ապրել եմ այս երկրում եւ տեսել եմ, որ մարդիկ փողով բանակից ազատվում են եւ շատ իմ սերնդակիցներ փողով բանակից ազատվում են եւ այդպեսի ձև ես էլ ունեի, բայց մայրս ցույց չտվեց, ասաց, բայց ինչի՞ չծառայես, որ հենց մոտ գնա ծառայի։ Չգիտեմ ինչով էր առաջնորդվում հայրենասիրական նպատակներով, չգիտեմ, գաղափարական, ամենայն հավանականությամբ, այո, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Բայց իմ շատ սերնդակիցներ փողով բանակից ազատվել են եւ նաեւ բանակում էլ ենք վստահ տեսել այս ամեն ինչը, վստահաբար դուք էլ եք տեսել, որ բանակ գնալ դեռևս չի նշանակում ծառայել, որտեղ լիքը մարդ փող է տվել անունով յանի ծառայել է, այդ ամենականչի մայցանում անունը գրված է եղել, բայց զորամասում չի եղել, կամ չի ծառայել, կամ փող են տվել, դասավորել են, այնպեսի ստորաբաժանումներ են ծառայել, լավ տեղ են գցել։ Չգիտեմ, կապի վաշտ, ռազմետկայի վաշտ, բայց այլուց 44 հատ պատրաստումը ցույց տվեց, որ կապի կամ ռազմետկայի վաշտերը դրանք այդ կանել ամենամեծ խնդիրները կապի տեղեր չեն եւ կապը մարդուցան կապի խնդիրը այդ զինատեսակին չտիրապետելը մեր ամենամեծ խնդիրներից մեկն է։ Այսինքն հա, այս ամեն ինչը մենք տեսել ենք, այս արատավոր շղթան շարունակվել է եւ հիմա այս արատավոր շղթան կտրելու փոխարեն դրան տրվում է օրենսդրական տեսք, այսինքն օրենքով պետության կողմից, իշխանության կողմից խրախուսվում է դասալքությունը։ Գիտեք, Հայաստանում այս ամեն ինչը հասկանալի կլներ, եթե մենք ապրեինք Եվրոպայի կենտրոնում։ Հա, լավ, հասկանալի է, եթե լինեինք օրինակ Չեխիայի պես երկիր։ Այսպեսի է, բայց Հայաստանը պատերազմական ռիսկեր ունեցող երկիր է, դուք ասացիք, որ կրակում են։ Եվ հիմա իշխանը Նիկոլ Փաշինյանը վարչագոչ հայտարարի, որ պատերազմ չի լինելու եւ մենք վճռական գնում ենք խաղաղություն, բայց մենք տեսնում ենք փորձագիտական մակարդակում բախման ռիսկերը եւ հիմա եւ ապագայում եւ հիմա սա քայքայիչ նշանակություն ունի Հայաստանում, այսպեսի քարոզությամբ զբաղվելը, դասալքություն քարոզելը եւ Հայաստանում բանակում ծառայելը ախր մենակ օրենսդրական բովանդակություն
չպետք է ունենա։ Հայաստանում բանակում ծառայելը պետք է նաև լինի գաղափարական։ Ես դա եմ։ Հա, ձեր խոսքում դա ասացիք, եթե այս գաղափարականը դնենք մի կողմ, ապա տակը ոչինչ չի մնա եւ երկիրը կզրկվի իր գլխավոր պաշտպանության, գլխավոր ռեսուրսից։ Ի վերջո, եթե ժողովուրդը պետության բնակչությունը հակված չի դեպի դիմադրությունը չունի այդ գաղափարական լիցքերը, ապա աշխարհի երեսին ոչ մի բանակ, ոչ մի պրոֆեսիոնալ բանակ չի կարող երկիրը պաշտպանել։ Սա Նապոլեոնի միտքն է։ Եվ Նապոլեոնը դատակ տեղից այս ձևակերպմանը չէր եկել, որովհետև կռվելով Եվրոպայի լավագույն բանակների դեմ, հաղթելով դրանց, ջախջախելով դրանց, ռուսական, ավստրիական, պրուսական բանակների մասին է խոսքը, Իսպանիայում ինքը բախվեց համաժողովրդական գաղափարական դիմադրության եւ ի վերջո ծանրագույն պարտություն կրեց։ Ինչևից է, բայց պատմության խորքերը չգնանք, Հայաստանը չի կարող այդպիսի ճոխություն իրեն թույլ տալ եւ իսկապես պետքա բանակում ծառայել լինի գաղափարական եւ այս վերջին միտքն էլ ասեմ այս առումով մեր պետությունը կարծում ունի մեծագույն ձախողում 94 թվականից հետո հասկացանք պատերազմ, հետո անցումային շրջան, բայց երբ որ արդեն սկսեց իրավիճակը որոշակի կայունանալ, մեր պետությունը քայլեր չի ձեռնարկել այս կարևորագույն հարցը լուծելու համար, այսինքն բանակում ծառայելը երբեք Հայաստանում նորաձև չի եղել, սպա դառնալը Հայաստանում նորաձև չի եղել, ընդհակառակը Վազգեն Սարգսյան ռազմական ակադեմիա միշտ ընդունվել են չունե որ չեմ ասում բոլորը, բայց հիմնականում, այսինքն սոցիալական խնդիրներ ունեցող մարդիկ, բանակ հիմնականում գնացել են սոցիալական խնդիրներ ունեցող մարդիկ եւ իսկապես ծառայության ամբողջ ծանրությունը, մարտական հերթապահության ողջ ծանրությունը միշտ դրված է եղել սոցիալական խնդիրներ ունեցող մարդկանց ուսերին, այսինքն ունեցել ենք շերտավորում։ Պետությունը չի բացատրել մարդկանց, որ բանակում ծառայելը լավ է, բանակում ծառայելը նորաձև է, էլիտան չի մասնակցել երկրի պաշտպանության գործին, սա աղետ է, որովհետև մենք միշտ ասում ենք, չէ՞ մենք արևմտամետ ենք, եվրոպամետ ենք, ինչ-որ բարձր արժեքներից ենք խոսում, բայց այս այն ինչ որ ես ասում եմ, սա է եվրոպական արժեք, որովհետև եթե նայում ենք եվրոպական երկրներին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Պրուսիային, Ավստրիային, թագավորական ընտանիքի անդամները ծառայում են զինված իրանք միշտ ներգրաված են եղել երկրի պաշտպանության գործին, դառել են սպա, նաև Ռուսաստանը։ Որ պրինց Հարին չուզենար ծառայելով էր նա ընտանելու բանակ։ Մարդը գնաց ծառայեց Աֆղանստանում չէ ծառայեց։ Հա, ուզում եմ ասեմ, սա է նաև թագավորական ընտանիքին եկած չգնում է բանակ, Հայաստանում ունենք են բերում, ասում ով փող ունի թող ազատվի։ Հիմա հետ գալով Կարպիս շատ լավ նկարագրեցիր, նաև Նապոլեոնի մոտեցումը շատ հետաքրքիր է։ Իրես ինչն է ինձ ավելի շատ նաև այստեղ մորալ այդ բարոյական մասը, էլի տես։ Այդ քո ասած ժամանակ որ մարդիկ բանակից ազատվել են իմ ծառայության ժամանակ, քո ծառայության ժամանակ, այդ ժամանակ չէր լինի որ փողով բանակից ազատված մարդը իջներ հայհատ ու ասեր ես լավ եմ արել փողով ազատվել եմ։ Կարող է իր նեղ փոքր կրուգում ասեր։ Բայց այսօր տես ինչա մեջը բան է դրվում, լեգիտիմացնող բան է դրվում, որ ես փող եմ տվել, որ դու ուրիշները գնաք ծառայեք, լավ պայմաններով, ասացկամ ես ինչա սա։ Այսինքն այդ մեկը որը չի ծառայել, նաև մուննա թագալու ծառայողների վրա, որ ձեր փողը ես եմ տվել, որ մի 10 հոգի ծառայեք, օրինակ։ Սա ես կարծում եմ, որ ամենաֆունդամենտալ ձևախեղումներից մեկն է սահմանադրական պարտականության երկրի պաշտպանությանը մասնակցելու իմաստով, ես հիշում եմ, որ եվրոպական դատարանում Հայաստանը գործեր պարտվում Եհովայի վկաների գործերով, երբ որ նրանք հրաժարվում էին իսկական զինվորական ծառայությունից եւ գնում էին բանդ 3 տարի, եթե չեմ սխալվում, դատապարտվում էին ազատազրկման։ Եվ երբ որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանին պարտադրեց, որ ռեֆորմի ենթարկի եւ ստեղծի այլընտրանքային զինվորական ծառայություն, որ ինչ որ կերպ ծառայությունը անցնեն, բայց զենք չվերցնելով, որտեղ զենքի դեմ էր, այսինքն զենք վերցնելու իրենց խղճի դավանանքի միտքով։ Հիմա պատկերացրու ուր ենք հասել։ Խղճ դավանանք, բան էտել չկա։ Ասում եմ փող ունես։ Արի ախպեր ջան, արի։ Դու տուր, այն մյուսներն էլ կգնան, կծառայեն ու բանակը ավելի գրավիչ կլինի։ Ես պնդում եմ, ես շարունակում եմ քո միտքը, որ այդ բանը ինչա, կազարմայա զորանոցը ինչ ձևի էլ ուզում ախ ռուստալ շարեք։ Դուք չեք կարող զորանոցի լավ կահավորումով մարդ ներգրավել բանակում ծառայելու գործում։ Եթե գաղափարական հենք չեղավ, մոտիվացիա չեղավ, երկիրը պաշտպանելու, հայրենիքից ծառայելու, չգիտեմ,
քեզանից առաջվա մարդկանց հերոսական անցյալով ոգևորվելու, այսինքն ինչ պետք է անենք, լավ են կապույտ ադյալը ինչ եք դնելու, ինչ որ բան Լուի Վիտոն ալնելու այդ ադյալը, ինչ ադյալ ալնելու, ինչ կապ ունի, ուրիշ էլ ոնց է բան արվել, այսինքն նա իմ գլխի մեջ երկու հատ կոնցեպտ կա, կամ պարտադիր զինվորական ծառայություն, կամ պրոֆեսիոնալ բանակ, այս կիսահղի բաները, որ այսպես մենք ասես չգիտեմ, ախպեր խոսք եք տվել ռեֆորմ եք անելու պրոֆեսիոնալ բանակ, ստեղծեք. Հետո գալիս եմ մյուս հանգամանքին, նայ փողի խոսակցությունա գնամ։ Մենք ասում են հարցը փողը չի, բայց միշտ հարցը փողն է։ Բա այս փողը որ իրանք տան, ազատվեն, դա կգնային մյուսների լավ ծառայության։ Այսինքն այդից հարց առաջանում, ուրեմն փող չունենք բանակի համար։ Եթե ֆիքսում ենք որ փող չունենք բանակի համար, եղբայր դուք մի իշխանություն եք, որ Snoop Dogg-ին $6 միլիոն եք տվել, չեք կարող հետվեք ալեք։ Դուք մի իշխանություն եք, որ թալան է լափել եք անի հիմնադրամը։ Դուք մի իշխանություն եք, որ ձեր ներկայացուցիչները բանը իրանց թոշակառու ծնողները միլիարդավոր բան վարկեր են ստանում, այդ կոռուպցիոն սխեմաների մեջ թաղված եք, ախպեր ինչ փող չունենք։ Ոնց փող չունենք։ Դուք մի իշխանություն եք, որ բանը հիմնադրել եք ստվերային աշխատավարձի լեգալ ինստիտուտը, ասենք Սերժի Սարգսյանի եւ մյուսների ժամանակ բաները ծրարով դու ասեցիր որ ծրարով էին անում բան, հիմա լեգալացրել եք։ Այսինքն այդ ամեն ինչի համար փող ունենք, բանակի գրավչությունը փողով, եթե փողով է, էլի գաղափարական չի լավ փողով է։ Փողով ավելացնելու հնարավորություն չունեք, ուզում եք բանին մի մասին ազատեք, այն մի մաս այդ փողը տանեք ընդ բանից էսի չեք խոսում։ Ես մա կարևոր բան չասեցի, Նապոլեոնի այդ ձևակերպման հիմքում ո՞րն էր, որովհետև Նապոլեոնը տեսել էր Փարիզի անկումը եւ տեսել էր ռուսաց ցարին ծափահարող Փարիզի բնակչությանը։ Բացի այդ մասը, այսինքն Փարիզի անկումը տեսել էր, որովհետև այսինքն ներխուժել էր Իսպանիայում ստացել էր Իսպանիայի բանակը դե ինչ էր ֆրանսիական զինվորներին տենալու դրանք նահանջում էին, փախնում էին, դուրս բանակ չունեին։ Բայց եղավ համաժողովրդական ապստամբություն։ Գյուղացիները եղաններով ֆրանսիացի զինվորներին ծակրտում էին, փրթում թափում էին, ավիրում էին կանայք։ Բայց Ֆրանսիայի մեծ դիմադրությունը չեղավ, երբ որ արդեն դաշնակիցները հականապոլոնյան, հակաֆրանսիական կոալիցիան ներխուժել էր Ֆրանսիա, եւ նրանք մտան Փարիզ եւ Փարիզի բնակչությունը արդեն օկուպանտներին ծափահարում էր։ Այսինքն միտեղ բարոյալքված ժողովուրդը, որը կա շատ լավ էլ հակնված, շատ լավ բանով զորք ուներ, բան ուներ, հանձնվում է, այն մյուս տեղը ընդհակառակը գաղափարական, բայց գյուղացիական դիմադրության լիսկը չկար։ Բայց ես հիմա ինչ եմ ուզում ասել, հասկանալի է, հիմա 19-րդ դարը չի, 19-րդ դարը մարդիկ միգուցե մի դրոններով պետք է կռվենք, դրոններով, հասկանալի է։ Հիմա մի քիչ շատ դժվար է այս կոսմոպոլիտ իրականությունում, երբ որ ինտերնետը ջնջել փշրել թափել է բոլոր սահմանները, տեխնոլոգիաները, ChatGPT-ն եւ այլն, իսկապես սահմանները ջնջված են։ Կոմունիկացիոն նոր աշխարհում ենք ապրում, բայց չի նշանակում, որ նախքին արժեքները որևէ կերպ կարող են չեղարկվել։ Չէ, չեղարկված չեն։ Բանակը գրավիչ դարձնելու համար, երբ հարգելի падգամավորը բողոքում է, որ մարդիկ փոխում են քաղաքացիությունը, փախնում են եւ այլն, պետք է ձեռնարկվեն որոշակի քայլեր։ Օրինակ, ինչի են մարդիկ չեն ուզում որ իրենց երեխեքը ծառայեն բանակում, որովհետև մարդիկ տեսնում են, որ զինվորներ են այրվում, ողջ։ Բանակի գրավչությունը ավելացնելու մեջ մենք մարդիկ տեսնում են 44 օրյա պատերազմը եւ տեսնում են թե ոնց էր պետությունը լքել իր զինվորներին, տեսնում են ոնց պետությունը դեռ չէր կանգնում իր գերիներին։ Զոհերի հարազատները տեսնում են ոնց սքոր չհայտարարվեց։ Մարդիկ զոհերի հարազատները տեսնում են ինչ որ պատվալում Կարծես 44 օրյա պատերազմի հուշարձան ունենք 44 օրյա պատերազմի հուշարձան։ Բայց սա էլ ասեմ, էլի մարդիկ տեսնում են պատվալում գծված իրենց մասունքները երեխաների առհամարական մեշոկների մեջ։ Որևէ վերաբերմունք, որևէ մոտեցում չկա։ 44 օրյա պատերազմի ժամանակ մեր զինվորները անտերության են մասնվել, պետությունը չի կարողացել տեր կանգնել։ Մարդիկ դա տեսնում են եւ ասում են իմ երեխան չպետք է այստեղ ծառայի։ Եկեք ասում փողը տվեք։ Մարդիկ տեսնում են, որ բանակում կան քրեական բարքեր։ Չեն ուզենա ծառային։ Ես եթե ուզենամ իմ երեխան ծառայի եւ ես կուզենամ որ ծառայի, ես կուզենամ խիստ ուստավ, անմարդկային ուստավով, կանոնակարգով առաջնորդվող բանակում ծառայի։ Ես բարդակում չեմ ուզենա ծառայել, որտեղ ես վստահ եմ դուք էլ գիտեք, որ բարդակը արժի զինվորի կյանք։ Բարդակը ծնում է բոլոր այլանդակությունները։ Գողական գնալը բանակում, խմար խաղալը բանակում։ Զինվորը քաղաքացիական կյանքում կարա շատ նորմալ մարդ լինի, բայց երբ որ այդ համազգեստը դառնում են, արդեն դառնում են բանը ու մնում են պարապ, պոտենցիալ մարդասպաններ են բոլորը։ Կումաղճակալը որտեղ էր որ քնում էր։ Ես ուգլավոյի չեմ քնել, յախշի չեմ եղել։ Դուք յախշի եք եղել, պարոն Մարուկյան։ Ես մի ընթացք ուգլավոյ եմ քնել։ Պարոն Մարուկյանը արգելի ժողովուրդ, պարոն Մարուկյանը յախշի է եղել։ Չէ, ես չէի ասի, խելոք հանգիստ ծառայել եմ։ Ուզեմ ասեմ, որ այդ բարքերը
իրականում նաև այն ժամանակ կար, բայց հիմա շատ ուրիշ է։ Հիմա ես ուղղակի զարմանում եմ, որ դեռ նման բաներ են պատմում։ Պարմանական ես, գիտեք մի բան ասեմ, բանակի մասին հիմնականում պոպուլիստական ստատիկ քննադատություններ են։ Այ մենք բանակ չենք ունեցել այս կամ ենք, մենք շատ նորմալ բանակ ենք ունեցել եւ այդ բանակը ենթարկվել է տարբեր շրջափուլերում տարբեր տրանսֆորմացիաների եւ հիմա ասեմ էլի դա նույն բանակը միշտ չի եղել, անդադ փոփոխվել է, անդադ այդ բանակում որոշակի փոփոխություններ եղել են։ Ապրող օրգանիզմ է։ Այդ խնդիրը որ ինչ-որ արմատական հեղափոխական տրանսֆորմացիաներ չեն եղել, բայց օրինակ կարող եմ ասել 90-ականներին բանակը լրիվ այլ էր, պարզապետական ինստիտուտները ավելի թույլ էին։ Քոչյանի ժամանակ, երբ որ Սերժ Սարգսյանն էր պաշտպանության նախարարը, իդեպ պաշտպանության նախարարության շատ աշխատակիցներ հիմա որ հարցնում ես, ասում են ամենալավ նախարարը Սերժ Սարգսյանն է։ Գոհ եմ Սերժ Սարգսյանը։ Ինքը լավ պաշտպանության, բայց շատ լավ պաշտպանության նախարար եղել իմ կարծիքով Սեյան Օհանյանը։ Այդ կոռուպցիոն բաները լավ հասկացանք, դնենք մի կողմ, բայց Սեյան Օհանյանի օրոք ծայծը հասցվեց մինիմում զինվորների նկատմամբ բռնությունը, որովհետև մինչև այս պատերազմական շրջափուլը, մինչև ապրիլյան պատերազմը պատերազմ կար բանակի ներսում, ասինքն սպաները զինվորների իրար մորթում, սպանում, փրկում, թափում, ամեն ինչը կար։ Եվ դա հասցվեց մինիմում։ Դա եկել այդ բարքերից եղբայր, եթե հիմա կանոնակ դրական հարաբերություններ ոնց։ Այդ ամեն ինչը սկսեց փոխվել, անդադ բանակը փոխվում էր եւ այս հեղափոխական իշխանությունը կարող էր հեղափոխական մոտեցումներ մտցնել, բայց տեսանք մենք ընդհակառակը տեսանք տոտալ փլուզում։ Տեսանք կլուբնիկի քարոշություն, արա դա զինվորը չպետք է ամեն ինչով ապահովված լինի։ Զինվորը չի կարող քաղաքացիական մարդու պես լիքը կապրիզներ ունենա, ու այդ կապրիզներով առաջնորդվի։ Այո, զինվորը նաև պետք է նեղված կյանքով ապրի, զինվորը պետք է նաև դրսում քնի, ծրտի, շոքի, ջրերի մեջ եւ այլն։ Այսպես է զինվորին եթե ուզենաս, չգիտեմ, հյուրանոցային կյանքով ապահովես, ասած պետությանդ վրա գրի ռեմոնտ, գնա, չգիտեմ, ստեղից։ Չի լինի այդպես։ Հիմա քեզ քննադատենք, ասեն չի ուզում որ զինվորները լավ սնվեն։ Պարմանական զինվորը չպետք է ապահովված լինի քաղաքացիական մարդու պես։ Չէ, քաղաքացիական մարդը ունի ազատություններ, զինվորը որ զինվորագրվում է, այն սահմանափակվում են իր որոշակի խումբ իրավունքներ։ Այո, զինվորը նաև պետք է պատրաստ լինի մի քանի օր օրինակ սոված մնա, օրինակ ես կարող եմ օրինակ այդ ձևի վարժանք է դա, կա նման վարժանք։ Պատրաստի ժամանակ որ չգիտեմ հացի ավտոճանապարհները փակվում, բա ինչ պետք է կամ անտառում են թաքնվում։ Լավ, գիտես ինչն է նաև այստեղ ինձ համար շատ հետաքրքիր։ Անդադար չի մեր կոմենտները դու նայում ես թե չէ, գրում են Պարոն Մարուկյան, ինչու մի անգամ Կարպիսի հետ չեք քննարկում բանակի ռեֆորմները։ Ուրեմն ուզում եմ մեր ժողովրդին տեղեկացնել, որ Ժողովուրդ ջան, մենք տեղեկացված չենք, չգիտենք բանակում ինչ ռեֆորմներ է իրականացվում, որ մենք քննարկենք ձեր ինչ ռեֆորմներ։ Օրինակ բանակի ռեֆորմը սա է, այսօր նոր ասացի, որ 20 միլիոն դրամ տալիս ես մի ամիս ես ծառայում, 15 միլիոն դրամ տալիս ես 6 ամիս ես։ Սա է ձեր ռեֆորմը։ Սա են ձեզ առաջարկես, ելի հայրենակիցներ։ Ունենք պաշտպանության ինչ ռեֆորմ եք ուզում ունենալ։ Պաշտպանության նախարար, որը հասցրել արդեն մի քանի տուն հետ գցել։ Ունենք գլխավոր շտաբի պետ, որը մունաթ է գալի, գորգորում է լրագրողների վրա։ Ասեց բաները ադրբեջանցիները սոված կմնան, դուք կգանջերմուկի դիրքերից դու ինչեմի դուրս չեն եկի, որտեվ սոված չեն մնացել։ Որտեվ ունեն ճանապարհ, սնունդ այդ ճանապարհն արդեն ասֆալտապատել են, դիրքեր տանող իրանց, այսինքն իրաց չէ, Հայաստանի գրաված տարածքում էլի, Հայաստանի տարածքը գրավել են ցերենակիցներ, ասֆալտ են արել այդ տարածքում, բայց ասում եք ինչ ա եղել։ Ամրություններ են կառուցում Հայաստանի գրաված տարածքներում, ցելի հայրենակիցներ։ Ինչ ռեֆորմից խոսա։ Կառուցվածքային։ Ու ինչ ռեֆորմ արվել որ դա ասում, եթե արդյոք կան ռեֆորմներ կառուցվածքի, զինատեսակների, մարտավարության, ռազմավարության, ռազմագիտական փիլիսոփայության։ Հա, կներեք, գլխավոր շտաբի պետը նախկինում, մինչև ունի Գասպարյանի ապստամբությունը, կառուցվածքով առանձին էր։ Ձևակերպեմ, ռեֆորմ արվել գլխավոր շտաբի պետը պաշտպանության նախարարի առաջին տեղականն է։ Եվ իմ համոզմամբ դա լավ ռեֆորմ չի։ Սերժ Սարգսյանի ժամանակ, ինչքան քննադատաբար վերաբերվենք, այդ կարևոր փոփոխությունը արել են, երբ որ գլխավոր շտաբի պետին տվել են այլ լիազորություններ դուրս էին հանել պաշտպանության նախարարի ապստամբություն են անում, հենց չի լինի, չեն կարող ապստամբություն։ Բայց Ղարաբաղը մի հանձնի, թող ապստամբություն չանեն, դե հիմա ձեռ է կառնամ։ Դե լավ։ Դա էր իրանց արած ապստամբությունը, այդ ինչ է, դա ապստամբություն։ Ինչ ապստամբություն է ժողովուրդը, ամոթել է։ Ասենք, մենք ասում որ մեր ոչ մի բանը ոչ մի բանի նման չի։ Նորմալ ապստամբություն չեն կարող։ Ապստամբություն։ Դե փառք Աստծո, պետք չի ապստամբություն։ Մենք ապստամբության կողմնակից չենք մանավանդ զինված ուժերի, բայց շարունակելով թեման, մշակույթը չունենք։ Հետ գալով թեմային, ես ուզում եմ մի այլ կողմից էլ մոտենանք։ Ես մա հարց ձեզ ունեմ, ասեք։ Հա, պատկերացնենք նախագիծը անցնում է,
Եվ մյուս տարի բնականաբար վիճակագրությունը հրապարակվելու է, որ ասենք 100 մարդ ազատվեց 15 միլիոն դրամով, 67 մարդ 20 միլիոն դրամով, մյուս տարի 200 մարդ։ Դա ինչ ուղերձ է ուղղելու Հայաստանի Հանրապետության բնակչությանը։ Պարզ է, չէ՞ որ ծառայության գրավչությունը այդ մի տարվա մեջ որևէ ձևի չի փոխվելու, որևէ ձևի։ Այդ 100 մարդու տված 15 միլիոնական դրամը, ասենք, բան չի փոխելու։ Այդ փողը հիմա էլ կա, այդ փողով իրանք ոչ մի բան չեն արել, ոչ մի բան չեն փոխել, որ դեպի դրական Ես մի բան ասեմ, պարոն Մարիկյան, մենք հաճախ ենք շրջում Հայաստանի տարբեր մարզերով։ Այո։ Եվ անդադ տեսնելով տարատեսակ գյուղեր, ամեն գյուղ ունի իր գերեզմանը, եւ ամեն գյուղում կա մի պստիկ երաբլուր։ Այո, բոլոր գյուղերում հիմա ինչ ենք ասում այդ մարդկանց, այսինքն եթե այդ մարդիկ փող ունենային, իրենց երեխեքը կարող է զոհվի։ Դե Սա ինչ մեսեջ է, ես չեմ հասկանում։ Մեսեջի մեջ դե դրական բաներ են փորձում տեղավորել, որ այդ ծառայության գրավչությունը կաճի, մարդիկ ստիպված չեն լինի իրանց նայ, այդտեղ չի ներկայացում, որ երեխա տարիքից են քաղաքացիությունից հրաժարվել տալի, որտեվ եթե կցագրվեցի, ինչքանպես հրաժարվի քաղաքացիությունից, դու զինապարտ ես։ Խոսքը գնում է այն երեխա տարիքից, որ քաղաքացիությունից հրաժարվում են, ուրիշ երկրի քաղաքացիություն վերցնում, բայց տեղ են ապրում։ Ես քեզ բան ասեմ, ասենք 10-րդ դասարան, 11-րդ դասարան, 12-րդ դասարան, նայում ես 15 արական սերի ներկայացուցիչ է գնում դպրոց։ Հայերեն ազգանուններով, բան բոլորը։ Գալիս է զորակոչային տարիքը, բարձում է, որ կեսը քաղաքացի չի կամ 70%-ը քաղաքացի չի։ Այսինքն զորակոչային բանը նվազ է եւ այս խնդիրները նոր չեն, այս խնդիրները շատ հին խնդիրներ են։ Որ ասում են գրավիչ դառնա, հայ, ասում գաղափարական բանը պետքա լինի։ Օրինակ գաղափարական ինչ կարելի է դնել, մա դու խոսած էլ ասա։ Այդ մակա ասեմ, բայց այնուամենայնիվ մենք պետքա հասկանանք, նորից հիշենք Ամերիկա հիմնադիր հայերին, երկրի վրա ապրողները հրեշտակներ չեն, եւ ուրեմն գայթակղություններ, եւ դրա համար այդ գայթակղությունները զսպելու համար պետքա լինեն ինստիտուտներ։ Պետությունը երբեք չի կարող այնպես անել, որ ինչ որ մի փուլում տենց մարդիկ ծափահարելով բոլորը գնան բանակ։ Բայց դրա համար պետությունը ինչի համար է ստեղծվել որպես բռնության գործիք, որ ներդնի իր ռեսուրսներով ու զորով տանի։ Այո։ Իրենց կամքին հակառակ ունդեղ բացատրի թե ինչա դա պետք։ Պետությունը ստեղ պետք է իր բռնության գործիքները գործի տնի։ Բռնության գործիք ծեծու ջարդը նկատի չունեմ։ Նկատի ունեմ իր ինստիտուտները, չէ՞։ Այս իշխանությունը դա հատուկ է, էլի ամեն ինչ թողնել կամավորականությանը։ Պետության հարցերը կամավորականությամբ չեն լուծվում։ Պատերազմը կամավորականությամբ չի։ Ոչինչ կառավարումը չի կարելի թողնել կամավորականությանը։ Պետությունը պետք է իր վճռական խոսքը ասի եւ այս առումով, այո, նաեւ պետք է գաղափարական լիցքեր դրվեն եւ լուրջ լիցքեր, այդ լիցքերը չեն եղել։ Ես ինչ որ անհեթեթ սովետի ինչ որ ձևախեղված, կարկատված ինչ որ բաներ են պահպանվել, բայց լուրջ ինչ որ քարոզություն, լուրջ գաղափարական լիցք ես երբևէ չեմ տեսել։ Մեր բանակը շատ բարոյալքված իմ բանա վիճակում է եղել այս առումով նաև եղել է ես ինչ-որ գաղափարական լուրջ լիցքեր չեմ տեսել։ Այսինքն այս իմաստով մեր ռոպագանդան բանակի հետ կապված միշտ կաղել է։ Կամ եղել է իրացիոնալ, շատ իրացիոնալ խուճուճ են ուռա հայնասիրական կենացների մակարդակի, կամ եղել է այս։ Փողը տվեք ախպեր։ Ինչ խնդրեմ դուք ունեք։ Տվեք։ Ես որ բանակում եմ ծառայում, անդադ այդ բանակում այդ մտքերը կային։ Հələ դե ում համար ենք այդ ծառայում, չկա դրանց համար ծառայելու օֆիցերն էլ շախերը, այդ շախերը կավ։ B-ով այդ բառը օֆիցերին տենց են անցալի զինվորները։ Այսինքն շատ ցածր բարոյահոգեբանական վիճակում ենք եղել։ Հիմա կարող եք արդեն բա ոնց էին այդ զինվորները կռվում դիմադրում, արդեն նոր իրավիճակում դա այդ ընկալումը արդեն կար որ մեր ազգի համար, մեր երկրի համար, Ղարաբաղը եւ այլն։ Այդ ամեն ինչը հակար։ Հետո ոգևորվում էին, ոգեշնչվում էին հերոսներով եղբայր։ Հա։ Հիմա զորամասում մեր ոնց է կոչվում պլացը։ Պլացում գծրած էր, չէ՞, բոլոր հերոսների նկարները։ Հայաստանը ուզում է ունենա ապագա։ Եթե Հայաստանը ուզում է որպես պետություն շարունակի գոյություն ունենալ, ապա պետք է ունենա ռազմական լուրջ ավանդույթներ եւ մշակույթ։ Ցավոք սրտի մենք այդպիսի ավանդույթներ չենք ունեցել, քանի որ պետություն չենք ունեցել։ Ֆիդեականությունը դնենք մի կողմ, պետությունը եւ ֆիդեականությունը հակոտնյա են, բայց մենք պետքա շատ լուրջ, նորաձև, միլիտարիստական մշակութային միջավայր ձևավորենք։ Միլիտարիստական մշակութային միջավայր չեմ ասում, այդ ֆիդեականության բացասական իմաստով չեմ ասում։ Ֆիդեականությունը դրական է իր միջավայրում։ Այո։ Բայց երբ որ կա արդեն պետություն բանակ, դա չպետքա լինի։ Դա Նիկոլ Փաշինյանը չհասկացավ, երբ որ ասում էր կասկաբրոնի վեկալեք տներից եկեք։ Բայց մենք պետք է այդ լուրջ մշակույթը ունենանք, այդ մշակույթի կողքին նաև պետք է այդ պետության ինստիտուտները
գործեն ուր էր պատերազմի ժամանակ ռազմական ոստիկանությունը, ուր էր պատերազմի ժամանակ մեր մոբիլիզացիոն մեխանիզմները, ուր էին, երբ որ Պաղեստինի կողմից Համասը ագրեսիա իրականացրեց Իսրայելի դեմ, Իսրայելում վայնկոմատներ ոնց որ թե չկան։ Այո։ Հաշված ժամերի օրերի ընթացքում 300,000-ից մոբիլիզացիա եղավ։ Մեր պետությունը արդյոք մոբիլիզացիոն արդյունավետ մեխանիզմներ ունի, որ կարող է կիրառել։ Այս առումով էլի ես շատ թերահավատ եմ ու կասկածամ, թե Հայաստանում բանակի լուրջ ռեֆորմ չի եղել, այն ինչ որ եղել է, ժամանակի համընթաց ինչ որ փոփոխություններ։ Այ երբ որ խոսքը գնում է որ բանակից խուսափում են բան, օրինակ մի անգամ կառավարության նիստում եղավ, որ այդ մեղքը գցել բժիշկների վրա, զինկոմիսարիատների վրա, բոլորը մեղավոր են, հասկանաս, բոլորը մեղավոր են, բժիշկները կաշառք են վերցրել, ազատել են, զինկոմիսարիատները չգիտեմ ինչ են արել, ազատել են, բայց սենց է, բայց եք ուզում, բայց եք ուզում, բայց դու ես իշխանությունը։ Դու պետք է կազմակերպես։ Դու պետք է հսկես որ բժիշկները եթե ասում եք կաշառք են վերցնում ազատում են չազատեն։ Դուք պետք է նայեք բժշկական հիվանդությունների ցանկը տեսնեք որն է ռեալ, որը չի ռեալ։ Դուք պետք է այդ պայմանները վերանայեք, ասեք գրավչության հարցը լուծված է, այլևս գրավիչ է բանակը։ Եվ գիտես ինչն է բանը, իմ մոտ անընդհատ այդ բանը առաջանում էլի որ այ օրինակ եթե SS վարժությունները դու անես, քո աշխատավարձը մենք կկրկնապատկենք։ Եթե չէ, մենք չենք կրկնապատկի։ Վերջում հանգում ենք մի իրավիճակի, որ ինչ որ մարդիկ գնաց է քննություններ են հանձնել, աշխատավարձը կրկնապատիկա, նույն պաշտոնի վրա, նույն գործն անող մարդը, նույն գործն անում։ Այդ քննությունը չի հանձնել, հաստանում է կիսով չա, բայց ինքն անընդհատ sense ինչ որ ես չեմ տեսնում այդտեղ խրախուսական բանը, որովհետև այն մյուսն էլ ասում է, եղբայր ես չեմ կարող այդ վազքը անեմ, բայց այն մասնագիտական էս բաները ես գիտեմ, ասենք իմ մասնագիտականը դա կարևոր չի, հա, այսինքն սա կարպիս չգիտեմ, ամեն ինչ կիսատա, թերիա, sense երեսանցա ու գիտես խնդրեմն ինչն է, տպավորություն կա թե անվերջանալի ժամանակ ունի որևէ իշխանություն, հիմա այս իշխանությունը, չէ, ասենք 7 տարի է, 7 տարի է իշխանությունը, 7 տարվա մեջ ոնց կարելի է խոսալ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համազգեստը մենք փոխելու ենք։ Դու գիտես որ միջև հիմա համազգեստը դեռ համազգեստի ռեֆորմ կա, դեռ տենդերները, բան տես, համազգեստը պետք է փոխվի։ Մեր բանը զինվորների մեր այս բաները երկարաճիտ կոշիկները, բան պետք է բան եղնի։ Մենք դրա այդպես ու քննարկումներ ա գնում դրա վրա։ Դու գիտեք ես դրա մասը։ Հա տեղակ եմ 44 օր պատերազմը ինչքան որ ողբերգական արդյունքներով ավարտվեց, բայց ինքը կարող էր դրական բաների բերել։ Օրինակ ինչ նկատի ունեմ, ընդհանրապես ամենաուժեղ բանակը որն է, պատերազմ տեսած, պատերազմի փորձ ունեցող բանակն է, չէ՞։ Դրա համար աշխարհի հիմա երկու ամենաուժեղ բանակները ռուսական ու ուկրաինական բանակներն են։ Տեսեք հենց ամենասկզբում ոնց էին պատերազմում, հիմա արդեն ոնց են պատերազմում մարտավարական, ռազմավարական, դիրքային մարտերը, չէ՞։ Մեր բանակը այդ ամեն ինչի միջով անցել էր եւ իշխանությունը ուներ շանս, ուներ հնարավորություն պատմական պահ այդ ավելի պատերազմը տեսած այդ փորձ ունեցող բանակին էլ ավելի կատարելագործել, օգտագործել այդ իր փորձառությունը, Դա ինչի չարվեց կալպես։ Կամ ուրիշ քեզ բան ասեմ, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումից հետո Հայաստան եկավ պաշտպանության բանակի այդ մասը, չէ՞, այսինքն ամենամարտունակը հատվածը մեր զինված ուժերի վերջին հաշվով։ Քանի մարդաներ գրավել, ոնց է եղել, ինչ է եղել, այդ հմտությունները, հասկանում ես, այդ բաները, ասենք, կորչում, ափսոսա, դա այդքան մարդ ոնց կարող ես դու նորից սովորացնես այդ մասնագիտություններով։ Ես ասեմ մեր պետության վերաբերմունք, որ նա հիշում եք, որ Անդրանիկ Քոչարյանը համայնքի եթերում ասում է, որ հա այդ քանի զոհեր էին եղել տեղ գյուղի մոտակայքում, հա ոնց որ Անդրանիկ Քոչյանը Պետրոսն անկյուն էր գցել, ասեց հա անփութության պատճառով են եղել։ Հիշեցիք։ Անփութության պատճառով, հա։ Այդ զոհերի մեջ, պարոն Մարուկյան, տեսեք նրանք ինչ արժեքավոր կադրեր են։ 1000 ներողություն եմ խնդրում, չեմ ուզում մարդուն որպես վերաբերվել որպես ռեսուրսի, բայց այստեղ իսկապես ասենք, զոհերը պատերազմով անցած զինվորներ էին։ Սա ըստ էության պետք է լիներ մեր պետության ամենաթանկ ռեսուրսը, որտեղ նրանք տեսել են պատերազմ, արդեն գիտեն ինչա պատերազմը, հաղթել են դրա նկատմամբ վախը, ունեն գիտելիքներ, բայց անփութության պատճառով, եթե նույնիսկ եթե չեմ սխալվում, տեղ գյուղի մոտ անփութության պատճառով մենք այդ տղաներին կորցրեցինք ու հարյուրավոր հիմա դե բայց ուրիշ շատ մեծ քանակի մարդիկ էլ հիմա զինված ուժերում ներգրաված չեն։ Այդ եմ ասում, ու զոհերը հարյուրավոր մարդիկ չկան։ Սպաները, բաները։ Հասկանում զոհերի մասը Նաև էսա շատ կարևոր, լավ պատերազմ պարտվել են կարպիս։ Բազմաթիվ հերոսական դրվագներ են եղել։
Այս դրվագները պետքա գային մտնեին մեր դասագրքեր։ Այս դրվագները պետքա, չգիտեմ, Հեմեկի հաղորդումներում ցույց տային, ոչ թե ասենք Արծունը պատմեր Գերտրուդա Պլանի մասին, ասենք, չեմ, երկրորդ համաշխարհային ժամանակ։ Էլ հիմա հենց հիմա մարդը սխրանքա կատարել, ասենք, խփելա 5 հատ տանկ ճշնամական։ Մարդը սխրանքա կատարել, ասենք, հենակետը մինչև վերջ պաշտպանել է եւ այս այնքան նմանատիպ պատմություններ կան, որ մեր երեխաները կարդային, կողքեվորվեին, կներշնչվեին աշխարհակահաղականությամբ։ Աշխարհակահաղական, հա։ Ոնց բոլորը մենակ իշխանությունը չէ։ Չկա այդպես բաներ։ Ներքին շինարարությամբ Չուզում ասեմ, այն որ պարտվել ենք, լավ։ Դա հաստատ նշանակում է, որ չպետքա այդ սխրանք արած մարդկանց մեծարենք։ Որ պարտվել ենք, վերջ կյանքը վերջացած է։ Չէ, պես պարտվել ունի ձև կա, չէ, պարտվել ենք, դասեր ենք քաղում, ոտքի ենք կան, շարժում ենք առաջ, չէ։ Հիմա դրա համար ինչ է պետք է այդ սխրանքները, այդ մարդկանց հերոսական կերպարները, բաները կերտվեին։ Հիմա ուր է, ինչ հերոսներ ունենք։ Ամեն ինչ վիճարկվել է, ասենք։ Եթե ուզում ենք մեր պետությունը պաշտպանված լինի, երկու ազգային հերոսեի կոչումը տվեց, երկուսին է դատում են։ Ախր մեկին էլ ես չեմ հասկանում ինչ են ազգային հերոսի կոչում տվել։ Չէ, հա, դե հարցն է կա բոլորը ասում են պետք չէ համար։ Ես չգիտեմ։ Եթե ուզում ենք մեր պետությունը պաշտպանված լինի, ապա պետության էլիտան պետք է մասնակցի պաշտպանության գործին։ Եվ գործարանների մասին, եւ նրանց զավակների, եւ քաղաքական վերնախավի, եւ Կարպիս հարուստի երեխաներ հետը ծառայել են։ Միջին խավից, բայց հիմնականում Այնպես մարդ որ կարային ազատվեին այդ քո ասած։ Մեծ մասը սոցիալական ավելի ցածր շերտից կներեք, եթե ասած Ես էլ եմ բավականно հնչում, բայց հիմա դա այդպես է։ Ես էլ եմ այդպես հիշում, բայց նաև հիշում եմ, որ նաև հարուստի երեխաներ էին ծառայել։ Լիներ այս մեխանիզմը, այս այդ մարդկանց չէի ճանաչի։ Ազատված կլինի։ 90-ականներին եք, չէ՞ ծառայել։ Ես 99-ին 2001 եմ։ Դա այլասերումը գնալով տարիներ շարունակ էլ ավելի է խորացել այս առումով։ Այսինքն դեպի դեր քո ժամանակներ ավելի հեշտ են բանակից ազատվել։ Այսինքն նայ պետությունը պետքա ոչ թե հեշտ են ազատվել, դա գնալով ավելի նորաձևած սկսել դառնալ։ Ահա, այսինքն ամոթ չէ։ Դա եմ ասում, պետքա ամոթ լինի։ Ասում էին, հա դա բան ամոթ չէր արդեն իմ ժամանակ, ասում են դա լավ, դա ում համար ծառայենք, բան, ով են ծառայում, բան, Սերժի համար չկա ծառայելու է, բանակում էին ասում։ Սերժի համար։ Հա, Սերժը դու պրիչում։ Եղբայր, նայ Ես կարծում եմ, որ մենք հստակ մեր դիրքորոշումը ձևակերպեցինք սիրելիայիններ, որ չի կարելի նման բան անել, տարբերակված մոտեցում ցուցաբերել սահմանադրական, պետական, այն պարտականության նկատմամբ, որը կոչվում է պարտադիր զինվորական ծառայություն։ Ձևակերպեցինք մեր մոտեցումը, որ մենք սան դեմ ենք, սան թույլատրելի է, եւ ոչ թե այն արդարացնելու համար մենք պետք է ասենք դե բարտիկ փողով բանակից ազատվում են, մենք ինչ անենք։ Դա բնականաբար անտերության մասին է խոսքը գնում, անիշխանության, ասել Կարպիսին կամավորության թողնված իրավիճակին, այսինքն կարող ժողովրդին ասեն, ինչ չեք ոտքի կանգնում պայքարեք բանակից ազատվողների դեմ։ Ինչ եք օրինակ նեղանում վարչապետից կամ չգիտեմ, հա? Այսինքն պետքա պետությունը պայքարի արատավոր երևույթների դեմ, այդ նույն կոռուպցիան է դա, որը ստեղծում է անհավասար պայմաններ։ Հիմա օրինակ ես ու Կարպիսն կարանք ասենք ախպեր չգնայինք 2 տարի ծառայեինք Կարող երկու հատ բան ավել սովորեինք այդ տարիներին, չգիտեմ, երկու լեզու ավելի իմանայինք, հիմա էլ ուրիշ կարգավիճակներում լինեինք։ Օրինակ, ձերք ենք բերել առողջական խնդիրներ։ Ես առողջական խնդիրով գնացել եմ եղբայր, ես հարթաթաթ էի եւ եմ, հարթաթաթ եմ ես։ Եվ ինձ իբր թե զորակոչել են սահմանափակ ծառայության, բայց ես ոնց են ասում, full ինչ սահմանափակ, գասազորամաս ասին, եղբայր ջան, ինչա գրած զինգրքույկը Ոչ շարային, սկսեցին, ասին գնացիր, փրծավ։ Սկսվեց ծառայությունը։ Բանակից հետ ենք եկել փչացած ատամներով, մազաթափությամբ, մազաթափությունը տեսնում։ Երիկամների խնդիրներով, այդ որ ասում են հիմա այսքան ջայլխի ատամները սարքել, ուր են ատամներս բանակում են մնացել։ Իմ մազերն էլ են բանակում մնացել, ստամոքսի խնդիրներով բանով, բայց ես այդ բանանեմ, ես ուրախ եմ, ես հպարտ եմ, ես համարում եմ դա իմ կյանքի լավագույն տարիներից, որ այնքան բան եմ սովորել, այնքան բանի մեջով եմ անցել, ընկերներ եմ ձեռք բերել, հասկացել եմ ինչա բանակը, բանակի արժեքը, հայրենիքը, պետությունը, սահմանը։ Որ մեր հանրապետության նախագահը գնացել էր բան, ասում էր ուր էր գնացել։ Գիրանց էր գնացել, ասում էր կյանքից մեջ առաջ անգամ տեսա պետական սահման, ես հպարտ եմ բան։ Հա, ես 18 տարեկանում եմ տեսել պետական սահմանը Հայաստանի Հանրապետության։ Դրա համար սիրելի հայրենակիցներ։ Հետևում էի ադրբեջանական։ Հա, նաև ադրբեջանական գյուղերին էի նայում, ինչ գյուղատնտեսական աշխատանքներ են գնում։ Դիրքային ծառայություն եմ անցել բազմաթիվ դիրքերում։ Եվ դա համար շատ ուրախ եմ, հպարտ եմ, առողջական խնդիրներն այո եղել են եւ դա արդյունք է, բայց մենք ինչ ենք ասում, մենք ասում ենք կամ պրոֆեսիոնալ բանակ,
որ այս իշխանությունը բնականաբար չի կարող անի, պետք է իշխանությունը փոխենք նոր, հա, կամ պարտադիր զինվորական ծառայություն։ Կիսահղի վիճակներին մենք դեմ ենք։ Այսքանն ենք ուզում ասենք այս եթերով, սիրելի հայրենակիցներ, կրկին ձեզ խնդրում ենք, ձեզանից մի բան է հասնում այս եթերներն այլու արդյունքում։ Ձեր կարծիքը գրել մեկնաբանություններում, դեմ եք, կողմ եք, որ 15 միլիոն դրամով բանակից ազատվենք, 20 միլիոն դրամով չոր ժամկետներ փոխեն բան։ Դա գրեք, արտահայտվեք, բնականաբար հետարքիր կլինի։ Եվ նաև խնդրում ենք միացեք YouTube-ի ալիքին, նաև Telegram-յան Էդմոն Մարուկյան, Facebook-ում, Instagram-ում եւ TikTok-ում, ինչպես նաև նորաբաց արդեն նորաստեղծ շատ trend-ային, շատ ընտիր հարցազրույցներ է Կարպիսը անում, ես իրապես պարտանում եմ, ուրախանում եմ, որ ընկերս բացահայտումներ են։ Մարթա դարալ ընկերս, հա։ Որորը Կարպիսը մարդ դառնա, հետո Էդմոն Մարուկյանը։ Հա, չէ՞ դե Մարթա շատ մեծատարով, եւ Կարպիս Փաշոյանի այս նոր նախաձեռնությունը իր YouTube-ի ալիքում գրեք Կարպիս Փաշոյան եւ հաղորդումները Կարպիս հարցեր, փիս հարցեր էլի։ Մենք ինչ-որ մի օր գալու ենք մի իրավիճակի, եթե ես ինչ-որ մի օր որոշում կայացնող լինեմ, որ օրինակ պետական համակարգում ծառայելու համար անհրաժեշտ պետք է լինի բանակում ծառայել լինել։ Տեսեցիք, եթե վաղը մյուս օր ուզենաք պետական համակարգում ծառայեք, օրինակ շատ կարեւոր մոտեցում է։ Իսկ ովքեր որ ծառայել են, կրթությունը պետք է լինի անվճար, ինչը այսօր չկա, սիրելի հայրենակիցներ, մարդիկ բանակից զորացրվում են, գալիս են ու 1000 պայման կա։ Մոգը պետքա, չգիտեմ, քանի տոկոս լինի, որ անվճար լինի։ Դիրքային ծառայություն պետք է անցածես։ Հայաստանում արդեն տեղ կա դիրքային, չի, երկիրը դիրք է դարձել։ Դա ինչ ձև է։ Այդ պատմությունը հիշում եք, պարոն Մարուկյան։ Դա էլ ենք անելու, սիրելի հայրենակիցներ։ Facebook-ում մի անգամ պատմել ես, տեղը պատմում, պատրաստումից հետո որ գնացել էի թղթերից հարցը լուծել, Ղարաբաղ չէին գնացել իր հետ։ Դե բանը աշում ասում եմ, ինձ խոսում թուղթ տվեք, ինձ թղթեր են պետք, որպեսզի ցույց տամ, որ պատրաստի մասնակից եմ, ասում են գնա զորամասից վերցրու, ասում զորամասից գրավել են, ասում եմ մեկ է աղջիկ ասում ոնց գրավել են։ Տենց Գրավել։ նոր պատրաստ։ Տեյակ չէր որ զորամասը գնա։ Դե էտա։ Այսքանը սիրելի հայրենակիցներ, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը, լավ մնացեք։